Բարև սիրելիներս, այսօր կընթերցենք մի շատ հետաքրքիր հեքիաթ Հանս Քրիստիան Անդերսենի «Արքայադուստրը Սիսեռի հատիկի վրա»։ Սկսեցինք։ Լինում է, չի լինում, մի արքայազն է լինում։ Նա ուզում է ամուսնանալ արքայադստեր հետ, բայց իսկական արքայադստեր։ Ման էր եկել աշխարհի աշխարհ, ամենտեղ եղել էր, փնտրել, բայց ոչ միտեղ չէր գտել։ Արքայադուստրը շատ կային, բայց արդյոք իսկական էին։ Ահասա նա չէր կարողանում հասկանալ մինչև վերջ, միշտ ինչ-որ բան պակաս էր։ Արքայազնը տուն վերադարձավ։ Նա վշտացած էր, ախր շատ էր ուզում իսկական արքայադուստր գտնել։ Մի երեկո սարսափելի փոթորիկ սկսվեց։ Փայլատակում էր կայծակը, պայթուն որոտը, իսկ անձրևն ասես դույլերից էր թափվում։ Իսկական դժոխք էր։ Եվ հանկարծ քաղաքի դարպասը ծեծեցին, ծեր թագավորը գնաց այն բացելու։ Դարպասի մոտ կանգնած էր մի արքայադուստր։ Աստված իմ, ինչ էր դարձել նա անձրևի տակ։ Ջուրը հոսում էր նրա մազերից և զգեստից, հոսում էր ուղիղ կոշիկների քթերի մեջ և դուրս էր գալիս կրունկներից։ Իսկ աղջիկն ասում էր, որ ինքն իսկական արքայադուստր է։ Մենք հիմա ամեն ինչ կիմանանք, մտածեց ծեր թագուհին, բայց ոչինչ չասաց, այլ գնաց ննջարան, մահճակալից հանեց բոլոր ներքնակներն ու բարձերը, տախտակի վրա մի սիսեռ դրեց, իսկ հետո վերցրեց 20 ներքնակ և դրեց սիսեռի վրա, հետո էլի 20 ներքնակ լցված սագի փետուրով։ Այս անկողնում էլ գիշերը քնեցրին արքայադստերը։ Առավոտյան նրան հարցրին, թե ինչպես է քնել։ Ախ, չափազանց վատ, պատասխանում է արքայադուստրը, ես ողջ գիշեր աչք չեմ փակել։ Աստված գիտե ինչ կար իմ անկողնում, ես ինչ-որ կոշտ բանի վրա էի պառկել և հիմա ամբողջ մարմինս կապտուկների մեջ է։ Սարսափելի է, ահավոր բան է։ Այդ պահին բոլորը հասկացան, որ իրենց առջև իսկական արքայադուստր է, բա իհարկե նա սիսեռի հատիկը զգացել էր 20 սովորական և 20 փետուրե ներքնակների միջով։ Այսքան քնքուշ կարող է լինել միայն իսկական արքայադուստրը։ Արքայազնը ամուսնացավ նրա հետ, չէ՞ որ հիմա գիտեր, որ նա ամուսնանում է իսկական արքայադստեր հետ, իսկ սիսեռի հատիկը հանձնեցին թանգարան, որտեղ այն այժմ էլ կարելի է տեսնել, եթե իհարկե ոչ ոք չի գողացել։ Իմացեք, սիրելիներս, սա ճշմարիտ պատմություն է։ Լավն էր, չէ՞ երեխաներ, հետաքրքիր էր։ Կարծում եմ բոլորիդ էլ դուր եկավ այս հեքիաթը, և եթե ուզում եք լսել այլ հեքիաթներ, առաջարկում եմ բաժանորդագրվել և սեղմել զանգակ կոճակը։ Ցտեսություն, կհանդիպենք։